Իսկ օդի մարինադը ձմռան լավագույն համերից մեկն է։ Մնացեք մինչև վերջ, եթե ուզում եք այսպիսի արդյունք ստանալ։ Իսկ օդն ավելի շատ նման է շուշանին, բայց իր տերևներն ավելի մեծ են, և միջուկի վրա կան այսպիսի մազմզուկներ։ Հավաքում ենք իսկ օդի միջուկները։ Հավաքելու ընթացքում մաքրում եմ ավելորդ տերևները։ Մաքրում եմ այնպես, որպեսզի մնա միայն մատղաշ ցողունները։ Հավաքելիս պետք է ուշադիր լինել, որպեսզի ցողունները լինեն պարտադիր մատղաշ վիճակում։ Չնայած նրան, որ հավաքելու ընթացքում մաքրել եմ, տանը նույնպես մաքրում եմ, հեռացնելով մնացած տերևները, կտրում եմ պոչի մասը և ծայրում գտնվող տերևները։ Թողնում եմ միայն մատղաշ ցողունները։ Այնուհետև մի քանի անգամ լավ լվանում ենք հոսող ջրի տակ։ Այսպես հատիկ-հատիկ լվացել եմ բոլոր միջուկները։ Այնուհետև վերցրել եմ նախօրոք լվացած 1 կիլոգրամանոց տարաները, յուրաքանչյուրի մեջ լցնում եմ 1 ճաշի գդալ աղ և սկսում եմ դասավորել իսկ օդի միջուկները տարաների մեջ։ Եթե այսպես երկար մասեր է մնում, ապա կտրում ենք դանակով։ Վերջացնելուց հետո տարաների մեջ ավելացնում ենք սառը ջուր։ Այնուհետև կաթսայի մեջ նույնպես ջուր ենք լցնում, տարաները դասավորում կաթսայի մեջ և դնում կրակին, սպասում մինչ եռա։ Երբ արդեն սկսում է եռալը, ժամանակ ենք պահում և եռացնում ենք 10 րոպե, որից հետո անջատում ենք կրակը։ Այնուհետև յուրաքանչյուր 1 կիլոգրամանոց տարային ավելացնում ենք 1 թեյի գդալ ուքսուս, նույն ինքը էսենցիա 70%-անոց, որից հետո փակում ենք և ծածկում տաք շորով, թողնելով այնքան, մինչև լավ հովանա։ Ես թողնում եմ 1 գիշեր։ Եթե ձեզ դուր եկավ պատրաստման իմ տարբերակը, պահպանեք տեսանյութը, գրեք մեկնաբանություն, բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք և լայքեք։